Արմեզիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն բոլորին, ովքեր որ մեր լուրերը, մեր նյութերը հավանում են, լայք են դնում եւ միևնույն ժամանակ բաժանորդագրվում ալիքին ու տարածում այն հնարավոր բոլոր աղբյուրներով։ Թեման իհարկե առաջինը պատերազմն է, Պենտագոնը հայտնել է, որ Իրանի հետ պատերազմի ընթացքում մոտ 140 ամերիկացի զինվոր է վիրավորվել։ Պատերազմի նախարարության տվյալներով նրանց մեծ մասը ստացել է թեթև վնասվածքներ եւ 100-ից զինծառայող արդեն իսկ վերադարձել է ծառայության։ Միաժամանակ ու զինծառայող գտնվում է ծանր վիճակում։ Այս տվյալներն առաջին անգամ բացահայտում են պատերազմի ընթացքում ԱՄՆ բանակի գրած վնասների ամբողջական պատկերը։ Մինչ այժմ հայտնի էր, որ հակամարտության ընթացքում ամերիկացի 7 զինվոր էր զոհվել։ Գիշեր ԱՄՆ է տեղափոխվել զոհված 7-րդ զինծառայողի դին։ Դելավերում գտնվող ռազմաբազայում արարողությանը ներկա են եղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դ. Վենսը, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը եւ բանակի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Պատերազմի նախարարությունը հայտնել է, որ զոհված զինծառայողը 26-ամյա Բենջամին Փենինգտոնն է Քենթակի նահանգից։ Պատերազմի նախարարությունը նոր մանրամասներ է հրապարակել Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունների մասին արդեն։ Պենտագոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախարարն ու ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահը հայտարարել են, որ ամերիկյան ուժերը զգալի հաջողություններ են գրանցել։ Պաշտոնական տվյալների համաձայն ամերիկյան եւ դաշնակից ուժերը մինչ այս պահը Իրանի տարածքում խոցել են ավելի քան 5000 թիրախ։ Այդ թիրախների մեջ ընդգրկված են բալիստիկ հրթիռների պահեսներ, հրթիռային արձակման կայաններ, անօդաչու թռչող սարքերի գործարաններ, ինչպես նաեւ ռազմական արդյունաբերական ենթակառուցվածքներ։ Փիթ Հեքսեթի խոսքով գործողության հիմնական նպատակները 3-ն են։ Առաջինը ոչնչացնել Իրանի հրթիռային պաշարներն ու դրանց արտադրության կարողությունները։ Երկրորդը խոցել Իրանի ռազմածովային ուժերը եւ երրորդը մշտապես զրկել Իրանի ռեժիմի միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունից։ Պաշտոնյաները նաեւ հայտարարել են, որ վերջին 10 օրերի ընթացքում ամերիկյան ուժերը խոցել են կամ ոչնչացրել ավելի քան 50 իրանական ռազմական նավ, այդ թվում անօդաչուներ տեղափոխող նավ։ Նրանց խոսքով գործողությունները նպատակ ունեն նաեւ ապահովել նավագնացության անվտանգությունը Հորմուզի նեղուցում, որը համաշխարհային նավթի մատակարարումների համար կարևորագույն ուղիներից է։ Նախարարը ընդգծել է, որ գործողությունը սահմանափակ նպատակ ունի եւ չի վերածվելու երկարատև պատերազմի։ Վաշինգտոնում կայացել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի ասուլիսը։ Նա նշել է, որ պատերազմի սկզբում նախատեսվում էր, որ ռազմական գործողությունները կարող են տևել մոտավորապես 4-ից 6 շաբաթ, սակայն ըստ պաշտոնյաների ամերիկյան բանակը գործողություններն իրականացնում է սպասվածից ավելի արագ տեմպերով։ Լևիթի խոսքով ռազմական գործողությունը կավարտվի այն պահին, երբ ԱՄՆ-ի նախագահը կորոշի, որ Իրանը այլևս չի կարող սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին։ Գործողության ավարտի հիմնական չափանիշը կլինի այն, որ Իրանը կորցնի իր բալիստիկ հրթիռային հնարավորությունները եւ այլևս չկարողանա ստեղծել միջուկային զենք։ Միևնույն ժամանակ Լևիթը չի բացառել նաեւ ռազմական գործողությունների հետագա ընդլայնման տարբերակը։ Նրա խոսքով նախագահը որպես գերագույն գլխավոր հրամանատար չի պատրաստվում բացառել որևէ ռազմական տարբերակ, եթե դա անհրաժեշտ լինի պատերազմի նպատակներին հասնելու համար։ Վաշինգտոնում շարունակվում է նաև հետաքննությունը Իրանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի շուրջ, որտեղ հրթիռային հարվածի հետևանքով զոհվել էին դպրոցականներ։ Երեկ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանը ունեցել է ամերիկյան արտադրության Թոմահավք տեսակի հրթիռներ եւ դա նրա հարվածն է։ Սակայն լրագրողների հարցին ի պատասխան այսօր Սպիտակ տան մամուլի քարտուղարը չի կարողացել ներկայացնել որևէ ապացույց այդ պնդման համար։ Նա նշել է, որ հետաքննությունը դեռ չի ավարտվել եւ վերջնական եզրակացությունը կհրապարակվի ԱՄՆ պատերազմի նախարարության կողմից։ Լևիթն ընդգծել է, որ նախագահը պատրաստ է ընդունել հետաքննության ցանկացած եզրակացություն, երբ այն ամբողջությամբ ավարտվի։ Միացյալ Նահանգները նոր քայլեր է ձեռնարկում Իրանի դեմ գործողություններում։ Տեղեկությունների համաձայն ամերիկյան 3 B-1 ռազմավարական ռմբակոծիչներ են դուրս եկել Մեծ Բրիտանիայում գտնվող ռազմաբազայից եւ ուղղվել դեպի գործողությունների գոտի։ Պատերազմի նախարարությունը հայտարարել է, որ առաջիկա օրերը կարող են լինել ամենաուժեղ հարվածների օրերը Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում։ Սկզբնական շրջանում Լոնդոնը չէր ցանկանում թույլ տալ, որ ամերիկյան ուժերը օգտագործեն բրիտանական բազաները այդ պատերազմի համար, ինչը դժգոհություն էր առաջացրել Վաշինգտոնում։ Սակայն ավելի ուշ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին թույլատրվում է օգտագործել այդ բազաները Իրանի հրթիռային ծրագրերի դեմ գործողությունների համար։ Միաժամանակ բրիտանական ռազմածովային ուժերը եւս ուժեղացրել են իրենց ներկայությունը տարածաշրջանում։ Բրիտանական HMS Dragon կործանիչը հասել է արևելյան միջերկրական ծով պաշտպանելու Կիպրոսում գտնվող բրիտանական ռազմաբազան, որը վերջերս հարվածի էր ենթարկվել իրանական անօդաչուի կողմից։
Միացյալ Նահանգներում շարունակվում են սուր քաղաքական քննարկումները, ինչպես Իրանի հետ պատերազմի, այնպես էլ ներքաղաքական մի շարք հարցերի շուրջ։ Վաշինգտոնում սենատորների միջև լարված բանավեճը ծավալվել ռազմական գործողությունների նպատակների, կառավարության ֆինանսավորման եւ ընտրական օրենսդրական փոփոխությունների թեմաներով։ Նախ եւ առաջ քննարկումների կենտրոնում շարունակում է մնալ Իրանի դեմ պատերազմը։ Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերը նշել է, որ նախագահի հայտարարությունները հակասական են։ Թրամփը ասում է, թե պատերազմը գրեթե ավարտված է, իսկ պատերազմի նախարարությունը խոսում է առաջիկայում սպասվող ամենաուժեղ հարվածների մասին։ Շումերը նաև քննադատել է Թրամփի այն հայտարարությունը, թե Իրանը կարող էր օգտագործել ամերիկյան արտադրության թամավ քրթիր։ Սենատորի խոսքով Իրանը նման զինատեսակ չունի եւ նման հայտարարությունները միայն ավելացնում են շփոթությունը պատերազմի շուրջ։ Նա հայտարարել է, որ կոնգրեսը պետք է կազմակերպի բաց լսումներ, որպեսզի պաշտպանության եւ արտաքին քաղաքականության պատասխանատու պաշտոնյաները պարզաբանեն պատերազմի նպատակներն ու ռազմավարությունը։ Միաժամանակ Վաշինգտոնում գլխավոր թեմաներից է ներքին անվտանգության նախարարության ֆինանսավորումը։ Սենատի հանրապետական առաջնորդ Ջոն Թյունը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են դեմոկրատները։ Նրա խոսքով արդեն մոտ 25 օր է, ինչ ներքին անվտանգության նախարարությունը փաստացի գտնվում է ֆինանսավորման խնդիրների մեջ։ Թյունը նշել է, որ Սպիտակ տունը 12 օր առաջ էր ներկայացրել իր վերջին առաջարկը դեմոկրատներին, սակայն մինչ այս պահը որևէ պատասխան չեն ստացել։ Նույն դիրքորոշում է հայտնել նաև հանրապետական սենատոր Քեյթի Բրիթը, որը ղեկավարում է այս գերատեսչության ֆինանսավորման հարցերով սենատական ենթահանձնաժողովը։ Նրա խոսքով դեմոկրատներին բազմիցս առաջարկվել է նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ լուծում գտնել, սակայն նրանք հրաժարվել են նույնիսկ քննարկում սկսել։ Դեմոկրատները հակադարձում են։ Չակ Շումերի խոսքով իրականում հանրապետականներն են արգելափակում այն առաջարկը, որով կարելի էր առանձին ֆինանսավորում հատկացնել այն կառույցներին, որոնք անմիջականորեն պատասխանատու են երկրի անվտանգության համար, ներառյալ օդանավակայանների անվտանգության ծառայությունը, արտակարգ իրավիճակների գործակալությունը եւ կիբերանվտանգության կառույցը, մինչդեռ կարելի է նաեւ հետո քննարկել արդեն այսի ֆինանսավորումը։ Կոնգրեսում հերթական փակ ճեպազրույցներն էին Իրանի պատերազմի թեմայով։ Մի շարք սենատորներ խիստ քննադատական հայտարարություններով են հանդես եկել, նշելով, որ վարչակազմը չի ներկայացնում հստակ ռազմավարությունն ու պատերազմի նպատակները։ Սենատոր Ռիչարդ Բլումենթալը հայտարարել է, որ Իրանի պատերազմի վերաբերյալ անցկացված փակ բրիֆինգից հետո դուրս է եկել ավելի շատ հարցերով, քան պատասխաններով։ Նրա խոսքով, վերջին 15 տարիների ընթացքում Սենատում մասնակցած բոլոր բրիֆինգներից սա ամենահիասթափեցնողներից մեկն էր։ Բլումենթալը նշել է, որ կոնգրեսականներին չեն ներկայացնում հստակ տվյալներ պատերազմի արժեքի, նպատակների, հնարավոր հետևանքների մասին։ Նրա խոսքով հատկապես մտահոգիչ է այն հավանականությունը, որ հակամարտությունը կարող է հանգեցնել ամերիկյան ցամաքային զորքերի ուղարկմանը Իրանի տարածք։ Նա նաև բարձրացրել է աշխարհաքաղաքական լուրջ մտահոգություն, նշելով, որ Ռուսաստանը եւ Չինաստանը կարող են աջակցել Իրանին, այդ թվում հետախուզական տվյալներով կամ այլ միջոցներով, ինչը կարող է վտանգել ամերիկացի զինվորների կյանքը։ Բլումենթալի խոսքով ամերիկացիներն իրավունք ունեն իմանալու պատերազմի իրական գինը, ռիսկերը եւ հնարավոր էսկալացիայի հետևանքները։ Նա նաև հայտարարել է, որ այս հակամարտությունը պատերազմ է, որ ընտրել է նախագահը, ոչ թե ամերիկացի ժողովուրդը։ Իր հերթին սենատոր Էլիզաբեթ Վորենը նույնպես խիստ քննադատել է Թրամփի վարչակազմի գործողությունները։ Նրա խոսքով նույնիսկ պատերազմի երկրորդ շաբաթում վարչակազմը չի կարողանում պարզ բացատրել, թե ինչու է Միացյալ Նահանգները պատերազմում, ինչ նպատակներ է հետապնդում եւ ինչ ռազմավարությամբ է պատրաստվում հասնել դրանց։ Սենատորի խոսքով հատկապես մտահոգիչ է պատերազմի ֆինանսական կողմը։ Նա նշել է, որ ըստ հրապարակային տվյալների Միացյալ Նահանգները կարող է օրական մինչև $1 միլիարդ ծախսել Իրանի դեմ ռազմական գործողությունների վրա։ Իրանը նոր հարվածներ է հասցրել Իսրայելին եւ Պարսից ծոցի մի շարք երկրների։ Պաշտոնական տվյալներով Իրանի կողմից արձակված անօդաչու թռչող սարքերը եւ հրթիռները թիրախավորել են մի քանի պետություններ, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան եւ Քուվեյթը։ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարության հաղորդմամբ երկրի տարածքին հարվածել է առնվազն 9 անօդաչու սարք։ Ըստ իշխանությունների հարձակումների հետևանքով արձանագրվել են նաեւ նոր զոհեր։ Արաբական Միացյալ Էմիրություններում ընդհանուր զոհերի թիվը հասել է 6-ի, իսկ վիրավորների թիվը գերազանցում է 120-ը։ Բահրեյնի իշխանությունները հայտնել են, որ իրանական հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել եւս 8-ը վիրավորվել։ Երկիրը հայտարարել է, որ իր ութային պաշտպանությունը շարունակում է արձագանքել նոր հրթիռային եւ անօդաչու հարձակումների։ Պարսից ծոցի մյուս երկրներում նույնպես արձանագրվել են հարձակման փորձեր։ Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ծառայությունը հայտարարել է, որ խոցել է առնվազն 2 անօդաչու սարք, որոնք հայտնվել էին երկրի արևելյան նավթով հարուստ շրջանում։ Իսկ Քուվեյթի ազգային գվարդիան հայտնել է, որ խոցել է 6 իրանական անօդաչու սարք։ Տարածաշրջանային իշխանությունները նշում են, որ հարվածների մի մասը ուղղված է հենց էներգետիկ ենթակառուցվածքներին եւ նավթի հետ կապված օբյեկտներին։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կոշտ հայտարարություններով է հանդես եկել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռազմական գործողությունների վերաբերյալ։ Իրավանի խոսքով վերջին ռազմական հարվածների ընթացքում Իրանում զոհվել է ավելի քան 1300 խաղաղ բնակիչ։ Նրա պնդմամբ հարվածներն ուղղված են ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։ Իրանի ներկայացուցչի խոսքով հարվածների հետևանքով ոչնչացվել կամ վնասվել է 9669 քաղաքացիական օբյեկտ, այդ թվում 7943 բնակելի տուն, 1617 առևտրային եւ սպասարկման կենտրոն, 32 բժշկական հաստատություն, 65 դպրոց եւ կրթական հաստատություն, ինչպես նաեւ Կարմիր խաչի 13 շենք եւ մի շարք էներգետիկ ենթակառուցվածքներ։ Իրավանի խոսքով վառելիքի պահեստներին հարվածելով մթնոլորտ են արտանետվել վտանգավոր քիմիական նյութեր, ինչը լուրջ առողջական վտանգ է ստեղծել բնակչության համար, հատկապես երեխաների եւ տարեցների շրջանում։ Իրավանի նաեւ հայտարարել է, որ հարվածներ են հասցվում Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանին, որի արդյունքում վնասվել են քաղաքացիական ինքնաթիռներ եւ օդանավակայանի ենթակառուցվածքները։ Իրանի դիվանագետը նաեւ մեղադրել է Իսրայելին Բեյրութում գտնվող Ռամադա հյուրանոցին հարվածելու համար, որի հետևանքով ըստ նրա զոհվել է Իրանի 4 դիվանագետ։ Իրավանին հայտարարել է, որ դիվանագետների սպանությունը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում եւ ռազմական հանցագործություն։ Նա քննադատել է նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, հայտարարելով, որ կառույցը լուռ է մնում տեղի ունեցողի նկատմամբ։ Իրանի ներկայացուցիչը կոչ է արել անվտանգության խորհրդին պատասխանատվության ենթարկել ագրեսորներին եւ դադարեցնել ռազմական գործողությունները։ Ելույթի վերջում Իրավանին հայտարարել է, որ Իրանը կշարունակի պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը եւ ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցներն իր ժողովրդի եւ երկրի անվտանգության ապահովման համար։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ շարունակում է խորացնել հարվածները ինչպես Իրանի, այնպես էլ Լիբանանում գործող Հեզբոլլահի ռազմական կառույցների դեմ։ Իսրայելի բանակի խոսնակ գեներալ Հեֆի Դեֆրինը հայտնել է, որ վերջին օրերին Հեզբոլլահը փորձում է ուժեղացնել հրթիռային հարվածները Իսրայելի հյուսիսային բնակավայրերի ուղղությամբ եւ ընդլայնել է կրակի աշխարհագրությունը երկրի այլ շրջանների վրա։ Նրա խոսքով Իսրայելի բանակը պատասխանել է ուժեղ ռազմական գործողություններով։ Գեներալ Դեֆրինը հայտնել է, որ վերջին հարվածների ընթացքում Իսրայելը Լիբանանի տարածքում խոցել է ավելի քան 80 թիրախ, որոնք կապված են եղել Հեզբոլլահի ռազմական ենթակառուցվածքների հետ։ Թիրախների թվում եղել են հրամանատարական կենտրոններ, հրթիռների արձակման դիրքեր, ինչպես նաև կազմակերպության տնտեսական կառույցներ։ Խոսնակը նաև հայտարարել է, որ սպանել են Հեզբոլլահի հրամանատարներից մեկին Հասան Սալամային, որը ղեկավարում էր կազմակերպության ստորաբաժանումներից մեկը հարավային Լիբանանում։ Ըստ Իսրայելի բանակի, Սալաման տարիներ շարունակ ներգրաված է եղել Իսրայելի դեմ իրականացվող ռազմական գործողությունների եւ ահաբեկչական ծրագրերի մեջ։ Զինված ուժերը հայտարարել են, որ պատրաստվում են նաև ամրապնդել իրենց ռազմական ներկայությունը հարավային Լիբանանում ռազմավարական բարձունքներում, որպեսզի ավելի լավ պաշտպանեն Իսրայելի սահմանամերձ բնակավայրերը։ ՄԱԿ-ում սպասվող երկու նիստի մասին անվտանգության խորհուրդը նախատեսում է անցկացնել արտակարգ նիստ կապված Լիբանանում աճող ռազմական լարվածության հետ։ Նիստը նախաձեռնվել է Ֆրանսիայի կողմից, աջակցություն է ստացել անվտանգության խորհրդի եվրոպական մյուս երկրներից՝ Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Հունաստանից եւ Լատվիայից։ ՄԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով նիստի ընթացքում անդամ երկրները կքննարկեն Լիբանանում տեղի ունեցող վերջին զարգացումները, որտեղ Իսրայելը կրկին սկսել է օդային եւ ցամաքային հարվածներ հասցնել երկրի հարավային շրջաններին։ Պաշտոնական Փարիզը քննադատել է ինչպես Հեզբոլլահի կողմից իրականացվող հարձակումները Իսրայելի ուղղությամբ, այնպես էլ Իսրայելի ռազմական գործողությունները Լիբանանի տարածքում։ Ֆրանսիան կոչ է արել Հեզբոլլահին դադարեցնել ռազմական գործողությունները, հանձնել իր զինանոցը, իսկ Իսրայելին խուսափել ցամաքային կամ երկարատև ռազմական ներխուժումից Լիբանան։ Եվ մյուսը արդեն Իրանի մասով է, բացի այդ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում պատրաստում են քննարկել նոր բանաձև, որը վերաբերում է Իրանի կողմից տարածաշրջանում իրականացված հարձակումներին։ Նախագծի համաձայն բանաձևը խստորեն դատապարտում է Իրանի հարձակումները Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հորդանանի նկատմամբ։ Փաստաթուղթը կոչ է անում անմիջապես դադարեցնել բոլոր հարվածները եւ սպառնալիքները հարևան երկրների դեմ, այդ թվում նաեւ միջնորդ ուժերի կամ դաշնակից խմբավորումների միջոցով իրականացվող գործողությունները։ Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ անվտանգության խորհրդում քվեարկությունը նախատեսվում է անցկացվել վաղը, չորեքշաբթի կեսօրին։
Շարունակենք այլ թեմաներով, ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ Իրանի պատերազմը սկսվելուց հետո ավելի քան 40,000 ամերիկացի արդեն վերադարձել է ԱՄՆ Մերձավոր Արևելքից։ Պետքարտուղարության տվյալներով քաղաքացիների մեծ մասը վերադարձել է սովորական առևտրային չվերթներով, առանց կառավարության օգնության։ Միաժամանակ կառավարությունը կազմակերպել է նաև մի քանի տասնյակ չարտերային թռիչքներ, որոնք հազարավոր ամերիկացիների տեղափոխել են տարածաշրջանի տարբեր երկրներից դեպի Եվրոպա կամ Միացյալ Նահանգներ։ Պաշտոնական տվյալներով օգնություն է խնդրել մոտ 27,000 ամերիկացի, սակայն նրանցից շատերը հետագայում հրաժարվել են պետական տարհանման ծրագրից, նախընտրելով ինքնուրույն կազմակերպել վերադարձը։ Պետքարտուղարությունը նշել է, որ չարտերային թռիչքներում հաճախ տեղերի մեծ մասը մնում է ազատ, քանի որ պահանջարկ ավելի քիչ է, քան նախատեսված հնարավորությունները։ Վաշինգտոնը հայտարարել է, որ շարունակելու է վերահսկել իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կազմակերպել նոր տարհանումներ տարածաշրջանից։ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունների ֆոնին Իրանի դեմ։ Գազայի հատվածում աճում է նաև մտահոգությունը, որ այնտեղ ընթացող խաղաղության գործընթացը կարող է երկրորդ պլան մղվել։ Պաղեստինցիները վախենում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության ծրագիրը, որը նախատեսում էր դադարեցնել պատերազմը եւ սկսել Գազայի վերականգնումը, կարող է ժամանակավորապես կանգ առնել։ Հոկտեմբերից ի վեր Գազայում գործում է փխրուն հրադադար եւ Թրամփի կողմից ստեղծված խաղաղության խորհուրդը աշխատում էր համաձայնագրի հաջորդ փուլերի իրականացման ուղղությամբ։ Սակայն այն պահից, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածներ հասցրեցին Իրանին, այդ քննարկումները դադարեցվել են։ Սա խոսում են Գազայում ավելի շատ։ Գազայի բնակիչները հիասթափություն են հայտնում։ Այս դադարը կարող է վտանգի տակ դնել Թրամփի Մերձավոր Արևելքի խաղաղության նախաձեռնությունը, որը նա ներկայացրել է որպես իր արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։ Ծրագրի առանցքային կետերից մեկն այն է, որ Համաս խմբավորումը պետք է վայր դնի զենքը փոխարենը ստանալով հնարավոր համաներում։ Սպիտակ տան պաշտոնյաները Գազայում շրջանառվող այս լուրերը հերքում են։ Դրանց խոսքով զինաթափման շուրջ քննարկումները շարունակում են մնալ շարունակական եւ դրական փուլում։ Իսրայելի կառավարության ներկայացուցիչներից մեկը նույնպես հայտարարել է, որ Համասի զինաթափումը մնում է պարտադիր պայման եւ չի կարող լինել բանակցությունների առարկա։ Համասի ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ Թրամփի Գազայի ծրագրի շուրջ բանակցությունները ներկայումս պարզապես սառեցված են, սակայն հրաժարվել է ներկայացնել մանրամասներ։ Հրադադարը հոկտեմբերին դադարեցրել էր Իսրայելի լայնածավալ ռազմական գործողությունները Գազայում, սակայն Իսրայելը շարունակում է առանձին հարվածներ հասցնել այն թիրախներին, որոնք ըստ նրա կապված են Համասի հետ եւ խախտում են հրադադարը։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով հոկտեմբերից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 640 պաղեստինցի։ Իսրայելը հայտնում է, որ նույն ժամանակահատվածում Գազայում զինյալների հարձակումների հետևանքով զոհվել է 4 իսրայելցի զինվոր։ Միացյալ Նահանգների դաշնային իրավապահ մարմինները շարունակում են հետաքննել ահաբեկչության կասկածով գործը, որի շրջանակում երկու երիտասարդ մեղադրվում են Նյու Յորքում ինքնաշեն ռումբերով հարձակման փորձ կատարելու մեջ։ Քննության ընթացքում Փենսիլվանիա նահանգում գտնվող պահեստային տարածքում հայտնաբերվել են պայթուցիկ նյութերի հետքեր, եւ FBI մասնագետներն իրականացրել են վերահսկվող պայթեցումներ, որպեսզի վնասազերծեն վտանգավոր մնացորդները։ Հետաքննության կենտրոնում են 18-ամյա Էմիր Բալաթը եւ 19-ամյա Իբրահիմ Քայումը, որոնք ապրում են Ֆիլադելֆիայի արվարձաններում։ Իրավապահների տվյալներով նրանք շաբաթ օրը միասին մեկնել էին Նյու Յորք հարձակումն իրականացնելու նպատակով։ Քննիչների խոսքով երիտասարդները հայտարարել են, որ ոգեշնչվել են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումից։ Երկու կասկածյալն էլ այժմ պահվում են առանց գրավի ազատ արձակման հնարավորության։ Նրանց դեմ առաջադրվել են մի շարք մեղադրանքներ, այդ թվում օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու փորձ, զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու մեղադրանք։ Նյու Յորքի ոստիկանության ղեկավար Ջեսիկա Թրիշը հայտնել է, որ առայժմ չկան նշաններ, որ այս միջադեպը կապված է Իրանի շուրջ ընթացող պատերազմի հետ։ Կալիֆոռնիայում բենզինի գները շարունակում են արագ աճել։ Վերջին տվյալներով 1 գալոնի համար գինը տատանվում է $5-ից մինչև $8։ Միջին գինը $5.34 է։ Սա զգալի աճ է նախորդ շաբաթվա համեմատ։ Ըստ AAA վառելիքի գների տվյալների ընդամենը մեկ շաբաթ առաջ միջին գինը կազմում էր $4.67։ AAA վերլուծաբանների խոսքով նման արագ աճը վերջին անգամ արձանագրվել էր 2022 թվականի մարտին, երբ սկսվել էր Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը։ Հիշեցնեմ, որ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի ընդամենը հայտարարել էր, որ նավթի գների բարձրացումը փոքր գին է անվտանգության եւ խաղաղության համար, եւ պատերազմի ավարտից հետո այն արագ կիջնի։ Այսքանն ենք առանձնացրել այսօրվա լուրերի համար։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։